Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ ԱԺԲ-ի համակիր Վահե Գասպարյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Բարի երեկո։ Պարոն Գասպարյան, վերջին շրջանում ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը կարծեք սրվել է էլ ավելի քան կար եւ պատերազմից ի վեր Կիևը խոշոր հարվածներ է հասցնում Մոսկվային քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարաններն են հարվածի տակ, այսպես ասած դրոնների մեծաքանակ դրոններ են ուղարկվել Մոսկվա, սա ինչպես եք մեկնաբանում, ինչ է կատարվում այս հակամարտության գոտում։ Ուրեմն, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում հիմա, ես առաջարկում եմ կարճ վերլուծենք պատերազմի ամբողջ ընթացքը։ 2022 թվականի փետրվարի 24-ին FSB-ի 5-րդ վարչությունը գեներալ Բեսեդայի ղեկավարությամբ, որին հանձնարարված էր Ուկրաինայի զավթման համար գործակալական ցանց նախապատրաստել Ուկրաինայի ներսում, Վլադիմիր Պուտինին վստահեցնում էր, որ Ուկրաինան նրան կգրավեն ընդամենը մի քանի օրում, 3 օրում, 1 շաբաթում, եւ որովհետեւ դրա համար արդեն բոլոր նախադրյալները կան եւ ուկրաինացի ժողովուրդը ծաղիկներով եւ տորթերով կդիմավորի ռուսական զորքերը, Զելենսկին փախուստի կդիմի եւ այնտեղ արդեն Ուկրաինայի քաղաքական եւ ռազմական վերնախավում կան շատ մարդիկ, ովքեր հավատարմության պատրաստ են հավատարիմ լինել Կրեմլին եւ այդ հույսով Պուտինը դիմեց ագրեսիայի, Ուկրաինան ներխուժեց ընդամենը 200-250 հազար զորք, որը որ 40 միլիոնանոց Ուկրաինայի համար շատ չնչին քանակ է եւ նույնիսկ նրանք իրենց հետ տանում էին շքերթի համար նախատեսված համազգեստներ, պլանավորելով Կիևում մի քանի օրից շքերթ անցկացնել։ Իրականությունը շատ դառը եղավ եւ ուկրաինացիները ոչ միայն չհանձնվեցին, այլև դիմեցին կատաղի պաշտպանության, ով ինչով կարող էր եւ արդյունքում 22 թվականի գարնան ամիսներին ռուսական զորքերը ջախջախվեցին Կիևի, Խարկովի մատույցներում, Չերնիգով, Սումի եւ այլն, իսկ 22 թվականի աշնանը խոճապահար փախուստի դիմեցին արդեն Խարկովի եւ Խերսոնի մատույցներից եւ Վլադիմիր Պուտինը ստիպված մոբիլիզացիա անցկացրեց 300,000 մարդ զորակոչեց եւ պատերազմը ստացավ ուրեմն լատենտ բնույթ հյուծման պատերազմ առաջի համաշխարհային պատերազմի նման բլիցկրիգը տապալվեց, հետո եղավ 23 թվականի Պրիգոժինի արշավը, Վլադիմիր Պուտինի ռեժիմը հրաշքով փրկվեց եւ 23, 24, 25 թվականներին ստատիկ պատերազմ էր տեղի ունենում, կողմերը միմյանց հյուծում էին եւ ռեսուրսային պատերազմ էր տեղի ունենում։ Ռուսաստանի ամբողջ վերնախավի եւ Պուտինի վերջի հույսն էր Դոնալդ Թրամփը եւ նրանք հույս ունեին, որ Թրամփը կկարողանա ճնշում բանեցնելով Ուկրաինայի վրա ստիպել Ուկրաինային ընդունել Ռուսաստանի պայմանները, զինադադար ստորագրել, որը իրականում կապիտուլյացիա էր։ Ի պատիվ Զելենսկու պիտի ասենք, որ նա հաջողությամբ դիմակայեց այդ ճնշմանը, մենք հիշում ենք օվալ սենյակի լեզվակռիվը եւ այլն։ Եվ զուգահեռ Ուկրաինան սկսեց զարգացնել սեփական ռազմաարդյունաբերական համալիրը, անգամներ մեծացնելով զինատեսակի սեփական արտադրությունը, քանակը եւ տեսականին։ Եվ արդյունքում 25 թվականի երկրորդ կեսից կամաց-կամաց տեղի ունեցավ բեկում։ Այնինչ մենք հիմա տեսնում ենք, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ արդեն վերջնական բեկում իօգուտ Ուկրաինայի, բավական է նշել, որ Ուկրաինան արդեն ունի սեփական արտադրության ոչ միայն ԱԹՍ-ներ բազմաթիվ տեսակի, այլև թևավոր հրթիռներ, Ֆլամինգո, Նեպտուն եւ բալիստիկ հրթիռներ, ուրեմն FP7, FP9 տեսակի,
որոնք կարող են հարվածել Մոսկվային, եւ այնինչ մենք հիմա տեսնում ենք Մոսկվայում, դա միայն սկիզբն է, դա նախերգանքն է, առայժմ նրանք հարվածում են ԱԹՍ-ներով, չնայած ԱԹՍ-ները եւս մեծ ավերածություններ են առաջացնում, մենք տեսանք, որ ամբողջությամբ ոչնչացվել է Մոսկվայի նավթամշակման գործարանը եւ Մոսկվայում հիմա վառելիքի ճգնաժամ է եւ մարզում եւ ընդհանրապես Ռուսաստանի 50-ից ավել ռեգիոններում, բայց շուտով ավելի թեժանալու է եւ ուկրաինացիները խոստանում են, որ արդեն այս ամսվա վերջին օրերին առաջի բալիստիկ հրթիռները կընկնեն Մոսկվայի վրա, նրանք հիմա բալիստիկ հրթիռների շարժիչը փորձարկման աշխատանքները վերջացնում են եւ շուտով մենք կտեսնենք շատ ավելի դաժան հարվածներ Մոսկվայի վրա։ Երեք տեղի ունեցավ 3-4 առաջ օրը մեծ յոթնյակի գագաթնաժողովը, որին հաջորդեց Բրյուսելում Ռամշտայնի հանդիպումը եւ դրանք պատմական են իրենց արդյունքներով եւ ընդունված որոշումներով։ Առաջին անգամ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ Թրամփը համաձայնեց եվրոպացիների հետ, որ Ռուսաստանը չի հաղթում, որ Ուկրաինան իրոք պատվով ոչ միայն դիմակայում է Ռուսաստանին, այլև կարողանում է ետ բերել կորցրած տարածքները, եւ ԱՄՆ Եվրոպա այդ պառակտումը վերացավ, նրանք համաձայնվեցին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա եւ մեծացնել օգնությունը Ուկրաինային բազմամիլիոն միլիարդավոր զենքի, զինատեսակների ֆինանսական աջակցություն մենք շուտով կտեսնենք, Ուկրաինային զինելու են մինչև ատամները եւ ես կարծում եմ, որ այս ամռան ամիսները կրիտիկական կլինեն Պուտինյան ռեժիմին, որի ամիսները հաշված են։ Դա արդյոք, պարոն Գասպարյան, ըստ ձեզ վճռորոշ ազդեցություն կունենա, թե սա պարզապես պատերազմի ճակատամարտերից մեկն է։ Նարեկ ջան, ես հիմա ուզում եմ համեմատություն անցկացնել Փետրվարյան հեղափոխության հետ 1917 թվականի, ես ուզում եմ հիշեցնել մեր ունկնդիրներին, որ Փետրվարյան հեղափոխության պատճառը հանդիսացավ այն, որ Սանկտ Պետերբուրգ հաց բերող գնացքները խրվեցին ձյան մեջ, առաջացավ հացի դեֆիցիտ եւ սկսեցին բողոքի ցույցերը, սկզբում տնային տնտեսուհիները, նրանց միացան ուսանողները, հետո զինվորները եւ ամեն ինչ ավարտվեց հեղափոխությամբ, հեղաշրջմամբ, Նիկոլային գահանկեց արեցին եւ գնդակահարեցին։ Հետո եղավ իհարկե բոլշևիկյան հեղաշրջումը Լենինի ղեկավարած, որի արդյունքում կայսրությունը փլուզվեց։ Նման սցենար մենք հիմա տեսնելու ենք այս անգամ եւ որքան էլ կարող է դա պարադոքսալ հնչել, ռուսական կայսրության վերջնական փլուզման տրիգերը այս անգամ հանդիսանալու է վառելիքի կոլապսը, բենզինի կոլապսը եւ սա չափազանցություն չի։ Դուք պատկերացրեք մի իրավիճակ, երբ բենզին չկա, ասեմ ավելին, այսօր արդեն Ռուսաստանը Չինաստանից բենզին է գնում։ Պատկերացնում եք նավթի, գազի հսկա պաշարներ ունեցող Ռուսաստանը Չինաստանից բենզին է գնում։ Երբ որ չկա բենզին, դա նշանակում է, որ բեռնատարները չեն կարողանում շարժվել եւ սնունդը մատակարարել խանութներին, պահեստամասեր մատակարարել գործարաններին, տրանսպորտը չի աշխատում, օդանավերը չեն թռնում, մարդիկ իրենց մեքենաներով չեն կարողանում տեղաշարժվել, կամբայնները, տրակտորները չեն աշխատում, գյուղատնտեսական աշխատանքները պարալիզացված վիճակում են եւ առաջանում է պարենային դեֆիցիտ եւ այլն եւ այլն եւ ի վերջո սա շատ արագ ձնագնդի պես աճելով կվերածվի ապոկալիպտիկ քաոսային վիճակի, որի վերջնական արդյունքը կլինի Պուտինյան ռեժիմի տապալումն ու Ռուսաստանում կատարյալ քաոսը, գործազրկություն, գնաճ, սով, քաղաքացիական պատերազմ եւ մասնատում։ Ես հասկանում եմ, որ շատ ռուսամոլ, պուտինամոլ մեր հայրենակիցները հիմա կհեգնեն ինձ, կծիծաղեն, կասեն, որ ես հիմարություններ եմ խոսում, բայց միշտ ապեք դա անել պարոնայք, մի քիչ էլ համբերեք եւ դուք ամեն ինչ կտեսնեք ձեր աչքերով։ Իշխանություն կփոխվի, կհանգեցնի սա իշխանափոխության Ռուսաստանում, թե չէ։ Իշխանություն Նկատի ունեմ այս Մոսկվայի վրա հարձակումը։
Ուրեմն իշխանափոխության գործընթացը արդեն սկսվել է։ Մի քանի փաստեր բերեմ, որպեսզի դուք հասկանաք, որ արդեն Պուտինի մեջքի ետևում Մոսկվայի վերնախավի տարբեր կլանների միջև տեղի է ունենում կատաղի պայքար հետ Պուտինյան Ռուսաստանի համար։ Բոլորովին վերջերս Նիկոլայ Պատրուշևը Շոյգուին մեղադրեց ուրեմն հիշում եք Նորդոստի դեպքերը հեռավոր 2002 թվականին Շոյգուն անժամանակ արտակարգ MÇS-ի նախարարն էր արտակարգ իրավիճակների եւ Պատրուշևը ասեց, որ Շոյգուի ղեկավարած այդ նախարարությունը թերի է աշխատել, որի պատճառով եղան զոհեր։ Ինչու է Պատրուշևը, իսկ Պատրուշևը ներկայացնում է ՖՍԲ-ն հիմա 30 տարի կամ 20-24 տարի անց հիշում այդ դեպքերը։ Սա ՖՍԲ ԳՌՈ պայքարի հետևանքն է։ Հաջորդը ուրեմն 2 օր առաջ ձերբակալվեց ՖՍԲ-ի կողմից Պուտինի ամենամտերիմ ընկերը Իլյա Տրաբերը, որը Պետրոգրադի, Սանկտ Պետերբուրգի քրեական հեղինակություն էր մաֆիայի պարագլուխ 90-ականների, որը Պուտինին բերել է Սոբչակի տեղակալ է նշանակել նրա օգնությամբ, հետո Պուտինը Տրաբերի հետ միասին մասնակցել է այդ հանցավոր սխեմաներին Պետերբուրգի 90-ականների եւ Տրաբերը համարվում էր Պուտինի ամենամտերիմ ընկերը, անձեռնմխելի մարդ, որին հիմա ՖՍԲ-ն ձերբակալում է։ Սա նշանակում է, որ արդեն համակարգը այն աստիճանի է պառակտված, որ արդեն նախկին կանոնները չեն գործում։ Մյուս փաստը այս հարվածները Մոսկվայի վրա բոլորը հանգիստ նկարահանում են իրենց հեռախոսներով եւ տեղադրում այդ կադրերը համացանց։ Հարց է առաջանում, ինչի ՖՍԲ-ն չի արգելում ինտերնետը, չի փակում ինտերնետը։ Սա արվում է դիտավորյալ, որպեսզի այդ տեսանյութերը համացանցում տեղադրելով Պուտինյան ռեժիմի սնանկությունը ցույց տան, սա սաբոտաժ է։ Ես ավելի քան վստահ եմ, որ շատ շուտով այս ամենի հետևանքով մենք կտեսնենք հեղաշրջում, բայց ուզում եմ այստեղ նշել շատ կարևոր մի բան, ով էլ գա Պուտինից հետո, լինի դա Միշուստինը, Պատրուշևը, Սաբյանինը, Կիրիենկոն, ով ուզում է փոխարինի Պուտինին, նա չի կարողանալու ապահովել սահուն իշխանափոխություն եւ պահպանել համակարգը։ Համակարգը փտած, նեխած է ոտից գլուխ եւ անպայման լինելու է ամբողջ համակարգի փլուզում, Ռուսաստանը դատապարտված է անցնել քաոսի փուլով, որը կարող է ամիսներ, եթե ոչ տարիներ տևել, եւ դրանից հետո միայն հնարավոր է, որ Ռուսաստանում ինչ-որ նոր համակարգ ստեղծվի եւ կամաց-կամաց Ռուսաստանը փորձի ոտքի կանգնել, ինչում ես էլի կասկածում եմ, կրկնում եմ, ավելի հավանական եմ համարում այդ երկրի մասնատում շատ ու շատ ռեգիոններ, որոնք ինքնաբավ ռեգիոններ են, օրինակ Յակուտիան իր ադամանդների շնորհիվ, Չեչնիան, Դաղստանը իրանց նավթի, Թաթարստանը եւ այլն։ Նրանք անհամբեր սպասում են այն պահին, երբ որ Մոսկվայում իշխանությունը կտապալվի եւ նրանք կհռչակեն իրենց անկախությունը։ Ռուսաստանը մասնատվելու է եւ այս սահմաններով այդ երկիրը այլևս գոյություն ունենալ չի կարող։ Եվ սա ինչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա Հայաստանի համար, հաշվի առնելով Ռուսաստանի, դիրքերը Հայաստանում։ Ռուսաստանը մասնատվել է պատմությունը, եթե նայենք 2 անգամ, 1917-18 թվականներին եւ 1991 թվականներին, 2 անգամ էլ մենք կարողացել ենք այդ կայսրության փլուզումից օգուտներ քաղել, 1918 թվականին Սարդարապատում հերոսամարտ մղելով ձեռք բերել անկախություն եւ ճանաչվել քաղաքակիրթ աշխարհի կողմից, աշխարհը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, ճանաչեց Հայաստանի Հանրապետության սահմանները, մենք ունեցանք իրավարար վճիռ ազգերի լիգայի որոշում, 91 թվականին կայսրության փլուզման հետևանքով մենք կարողացանք ազատագրել հայոց Արցախը։ Այս անգամ Ռուսաստանի փլուզումը մեզ պատմական բախտորոշ հնարավորություն կընձեռնի
Միսուարյուն հաղորդել մեր պետականությանը ազատագրվել ռուս-թուրքական լծից, իհարկե արևմուտքի աջակցությամբ, որովհետև արևմուտքը Հայաստանը չի պոկում Ռուսաստանից Թուրքիային տալու նպատակով։ Արևմուտքի, Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից է բխում ազատ ինքնիշխան ժողովրդավարական Հայաստանը այս տարածաշրջանում, որը որ կօգնի իրենց սպասարկել իրենց շահերը, որոնք համընկնում են մեր ազգային շահերի հետ։ Հայ ժողովուրդը այդ պահին պիտի կարողանա ճիշտ դիրքավորվել եւ ձևավորել իրական, օրինական, լեգիտիմ, իրական ազգային, իրական ժողովրդավարական իշխանություն, ժողովրդի հարգանքը, սերը եւ վստահությունը վայելող իշխանություն։ Ես կարծում եմ, որ խառնակ վիճակ Մոսկվայում երբ որ լինի, դրանից հետո մենք կտեսնենք այնպիսի զարգացումներ, որոնք ի վերջո կավարտվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններով արևմուտքի նախաձեռնությամբ, արևմուտքի խիստ վերահսկողությամբ եւ կձևավորվի վերջապես այն խորհրդարանը, որը կարտացոլի հայ ժողովրդի կամքը, ընտրությունը եւ վստահությունը կվայելի։ Պարոն Գասպարյան, մի դրվագի անդրադառնանք, ասեցիք FSB-ն ռուսաստանցիներին չի արգելում արկա իրավիճակը հանրայնացնել, ինչ նպատակով չի արգելում, հաշվի առնելով Սաբոտաժ է, այսինքն նրանք ուզում են, որ այդ կադրերը հայտնվեն համացանցում, որպեսզի ժողովրդական դժգոհության ալիք բարձրանա, այսինքն մենք դասական վիճակ ենք տեսնում, երբ վերնախավի մի աշտարակը, տվյալ դեպքում FSB-ն, իշխանափոխություն անելու նպատակով խրախուսում է ժողովրդական դժգոհության ալիք ցասում, այնպես ինչպես օրինակ 2018 թվականին ասենք այն երկրները, որոնք նպատակ էին դրել իշխանափոխություն անել Հայաստանում, խրախուսում էին մարդկանց մասնակցել ցույցերին, օրինակ Գազպրոմը իր աշխատողներին ասում էր գնացեք Նիկոլ Փաշինյանի ցույցերին, սա նույն դասական սխեման է։ Բայց FSB-ն կարա Կրեմլից անկախ գործի, որ մի հատ նման որոշում կայացնի։ Կրեմլը եւ Վլադիմիր Պուտինը ինքը դասական բան չի, մոնարխ չի, միապետ չի, շատերը կարծում են, որ Պուտինի իշխանությունը բացարձակ է, ամենևին դա այդպես չէ, Ռուսաստանում միշտ ղեկավարը եղել է վերնախավի կողմից ընտրված եւ կոնսենսուսի արդյունքում ընտրված այն մարդը, որին կարգել են երկրի ղեկավար։ FSB-ն ընտրեց Բորիս Ելցինին, FSB-ն ընտրեց Վլադիմիր Պուտինին եւ FSB-ն էլ նրան կհեռացնի։ Բայց ինքը հենց FSB-ական է, FSB-ից է իր կարիերան ստեղծել, այսինքն արմատներ չունինք այնտեղ։ Հետո ինչ որ ունի, բայց կրկնում եմ, Վլադիմիր Պուտինը վերնախավի կողմից, եկեք հիշենք 1998-99 թվականները, Վլադիմիր Պուտինը ամբողջությամբ անհայտ անձ էր, ոչ մեկ նրան չէր ճանաչում, նրա կարիերան FSB-ն արեց, նրան իշխանությամբ բերելու համար հրահրվեց երկրորդ չեչենական պատերազմը, հետո պայթեցվեցին Մոսկվայում շենքեր, FSB-ն շենքեր պայթեցրեց, որ արտաքին վտանգի այդ ստեղծած այդ լեգենդի հիման վրա անհայտ Վլադիմիր Պուտինին հերոս կարգեն երկրի ղեկավար։ Սա հայտնի փաստեր են, ես գաղտնիք չեմ բացում, եւ այս 25 տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինը ապահովում էր վերնախավի չաղ ու բախտավոր կյանքը, այսինքն նրանք թալանում էին երկրի հարստությունները, այդ գողոնը տեղափոխում էին արտասահման, շվեյցարական բանկերում, ապրում էին օլիգարխներին վայել չաղ ու բախտավոր կյանքով, փոխարենը պահպանում էին հավատարմություն երկրի ղեկավարին, բայց Ուկրաինա ներխուժելուց հետո այդ պայմանագիրը Պուտին վերնախավ պայմանագիրը խախտվեց եւ հիմա վերնախավը հասկացել է, որ Վլադիմիր Պուտինը արդեն վտանգում է ոչ միայն իր սեփական կյանքը, այլ նաեւ իրենց կյանքն ու հարստությունը։
Պարզապես դուք հիմա այնպես եք խոսում, պարոն Գասպարյան, որ տպավորություն է ստեղծվում Ռուսաստանում անկախ ինստիտուտներ կան, իրենք կարող են իրենց գործնեության տեսակով, իրենց ոլորտի շրջանակներում որոշումներ կայացնել, բայց պարզ է, չէ, որ ամեն ինչ այսպես բռնատիրական կարգեր են եւ մեկ անձ է որոշում։ Ոչ, մեկ անց չի որոշում, այո, բռնատիրություն է, բայց սա մաֆիոզ կլեպտոկրատիա է, կարծեմ Նեմցովը թե Խադարկովսկին մի անգամ ասեցին, որ բոլոր պետությունները ունեն իրանց մաֆիան, Ռուսաստանում մաֆիան ունի իր պետությունը, Ռուսաստանի մաֆիայի անունն է ՖՍԲ-ն, որը գրավել է պետությունը, պետական բոլոր ինստիտուտները, կառավարություն, պետական դումա եւ այլն, եւ ՖՍԲ-ն է այն կոլեկտիվ մարմինը, որը իր շարքերից ընտրում է մեկ մարդու կարգելով նրան ղեկավար եւ այն ժամանակ երբ այդ մեկ մարդը վտանգում է վերնախավի ապագան եւ շահերը, այդ մարդու հարցերը շատ արագ լուծվում են։ Բավական է նայել Ռուսաստանի պատմությունը, մենք կտեսնենք, որ Ստալինի վերնախավը վերացրեց Ստալինին 53 թվականին եւ երբ նա մտադիր էր նոր պատերազմ հրահրել կորեական պատերազմից հետո, նույն կերպ վարվեցին Խրուշչովի հետ, երբ նա Կարիբյան ճգնաժամից հետո արդեն կարմիր բոլոր գծերը հատեց, նույն կերպ վարվեցին Գորբաչովի հետ։ Սա դասական բռնապետություն չի, սա այո բռնապետություն է, բայց մաֆիոզ բռնապետություն, որտեղ կա կոլեկտիվ ղեկավարություն իդեմս ՖՍԲ-ի, իսկ երկրի ղեկավարը, նախագահը այդ ՖՍԲ-ի դրածոն է, որին ինչպես կարգում են, այնպես էլ հեռացնում են, երբ որ նա վտանգում է կոլեկտիվ այդ մաֆիայի շահերն ու ապագան։ Եվ մենք դա շուտով կտեսնենք։ Դուք կարող եք հիմա այն բառերին չհավատալ, բայց լավ հիշեք, ինչ ես ասեցի այսօր, մոտակա շաբաթներին եւ ամիսներին դուք ամեն ինչ ձեր աչքերով կտեսնեք եւ կհամոզվեք։ Պարզապես ես ինչ հիշում եմ, այս հակամարտությունը սկսվել է վերջին, ոչ թե նախորդ 14 թվականից, 22 թվականից ինչ սկսվել է, ասում են, որ հեսա Կիևի հաղթանակով այս պատերազմը ավարտվում է ու տեսնում ենք, որ չի ավարտվում, շարունակվում է։ Նարեկ ջան, ես բացատրեցի, ուզում եմ նորից ասել, երևի լավ չբացատրեցի, դուք լավ չհասկացաք։ 22-23 թվականներին հաշված ամիսների ընթացքում, կրկնում եմ, հաշված ամիսների ընթացքում Պուտինյան ռեժիմը կարելի էր ջախջախել։ Եվ դա պիտի աներ Արևմուտքը հավելյալ օգնություն տրամադրելով Ուկրաինային։ Ցավոք սրտի, նախագահ Ջո Բայդենը բավականաչափ վճռականություն եւ քաղաքական կամք չունեցավ այն ժամանակ, երբ որ ռուսները խուճապահար փախնում էին Խարկովի եւ Խերսոնի մատույցներում եւ ճակատը փլուզման եզրին էր։ Նույնը տեղի ունեցավ Պրիգոժինի արշավի ժամանակ, երբ որ ԱՄՆ-ն Ուկրաինային օգնելու փոխարեն հորդորեց Ուկրաինային կտրուկ քայլեր չանել, որպեսզի Պրիգոժինի արշավը քաոսի չբերի։ Արդյունքում, այո, Արևմուտքի դանդաղկոտության եւ վախկոտության պատճառով պատերազմը երկարեց եւ հիմա սակայն ինչպես ես ասեցի տեղի է ունեցել բեկում եւ ես այս վերջերս լսում էի ուկրաինացի մի քաղաքական վերլուծաբանի Տարաս Զագարոդնի, որը շատ հետաքրքիր բան ասեց ռուսական կայսրությունը փլուզվելու է եւ ջախջախվելու է ոչ թե որովհետեւ ես դա կանխատեսում եմ, այլ որովհետեւ Ուկրաինան դա ցանկանում է, Ուկրաինան դա կարող է անել, որովհետև ունի սեփական արտադրության բոլոր տեսակի զենքերը եւ Ուկրաինային ոչ մեկ չի կարող արգելել դա անել եւ խանգարել դա անել։ Պարոն Գասպարյան, գանք տեղական թեմաներին, Վլադիմիր Պուտինը ինչու չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին ընտրությունների հետ կապված։ Արևմուտքի ճնշման տակ Հայաստանը ինտեգրացիոն գործընթացներ է սկսել Եվրոմիության հետ, ԱՄՆ-ի հետ, ես նկատի ունեմ խորհրդանում ընդունված օրենքը Եվրամիության անդամակցելու վերաբերյալ, ես նկատի ունեմ TRIP նախագիծը եւ այլն, բայց կրկնում եմ, դա արվում է ոչ թե որտեվ
Նիկոլ Փաշինյանը արևմտյան արժեքներ կրող ղեկավար է, որը ուզում է երկիրը տանել դեպի արևմուտք։ Նիկոլ Փաշինյանը ուզում է երկիրը դարձնել թուրքական վիլայետ, բայց արևմուտքի ճնշման ներքո, ենթարկվելով ճնշման, նա անում է այդ քայլերը, որը առաջացնում է Վլադիմիր Պուտինի դժգոհությունը։ Եթե դուք հետևել եք Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի վերջին ելույթը, այնտեղ նա հստակ ասում է, որ եթե այս ամենը շարունակվի, աշխույժ քաղաքական գործընթացները Հայաստանում կշարունակվեն, Նարիշկինը Հայաստանի ընտրությունները որակում է որպես կասկածելի եւ հարաբերական արդյունքները եւ ակնարկում է փողոցային process-ների, բայց միաժամանակ Նարիշկինը ասում է, որ իրենք դեռ հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունները կսթափվեն, հետևաբար ես գալիս եմ այն եզրակացության, որ Վլադիմիր Պուտինը այո չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին, բայց միաժամանակ իր կողմից ղեկավարվող եւ վերահսկվող քաղաքական ուժերին դեռ հրաման չի տալիս սկսել փողոցային շարժում, որովհետեւ դեռ որոշակի ժամանակ է տրամադրել, ժամկետներ է տվել Նիկոլ Փաշինյանին խելքի գալու։ Ներողություն, ով է ժամկետներ տվել։ Վլադիմիր Պուտինը։ Ինչն է դա խելքի գալ ինչ է նշանակում։ Այսինքն դադարեցնել այդ ինտեգրացիոն գործընթացները եւ հանրաքվե անցկացնելով վերջնականապես բռնել ՌՍՀՊՏ, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի այդ կուրսը եւ ուղղությունը։ Պարոն Գասպարյան, նաև ԱԺԲ-ներ չեն դիրքավորմանը, որ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է, Վլադիմիր Պուտինի կամակատարն է, բայց կարծեք թե այս ընտրություններից հետո այս ամեն ինչը միրգ բանջարեղենի ճանապարհ փակելը հեչ էլ չի նշանակում, թե սա էլ է ինչ որ Նարեկ ջան, Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել Ռուսաստանը։ Մենք հիշում ենք այդ այսպես կոչված Թավշյա հեղափոխության ժամանակ ունեցիք Ռուսաստանի բերած իշխանությունը։ Որ թողես ասեմ, կասեմ, էլի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական տնտեսական այդ ապրանքաշրջանառությունը աճեց, անգամներ աճեց, Հայաստանը շատ ավելի շատ է կախված Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանի օրոք, քան նախկինների եւ տնտեսական եւ մնացած բոլոր առումներով։ Նիկոլ Փաշինյանը միակն էր ՀԱՊԿ երկրներից, ով 19 թվականին Սիրիա զորք ուղարկեց ռուսական զորքերի կազմում, Ղազախստան հայկական զորքերը ՀԱՊԿ զորքերի հետ միասին գնացին ճնշումներ բան անել, խռովությունը ճնշելու նպատակով, Հայաստանը մնաց ՀԱՊԿ-ի կազմում, ինչքան էլ սառեցրել է իր անդամակցությունը եւ այլն։ Այն ինչ մենք հիմա տեսնում ենք, ես ասեցի, դա հետևանք է արևմտյան երկրների ճնշման, դա Նիկոլ Փաշինյանի բարի կամքը չի։ Դե բայց եթե ռուսամետը պետք է չտրվի արևմուտքի ճնշումներին, Լուկաշենկոն ոնց չտրվեց եւ գնաց դարձավ Վլադիմիր Ռուսաստանի կցորդ։ Իսկ ով ասեց, որ Լուկաշենկոն չի տրվում արևմուտքի ճնշումներին, շատ էլ լավ տրվում է, Լուկաշենկոն քաղբանդարկյալներ է ազատում, Լուկաշենկոն չի տրվում Վլադիմիր Պուտինի ճնշմանը եւ չի ներքաշվում այս պատերազմի մեջ եւ այլն։ Հիմա Ռուսաստանի թուլանալու հետևանքով արևմուտքը ավելի ակտիվ է մտնում մեր տարածաշրջան, փառք Աստծո, որովհետեւ կրկնում եմ, արևմուտքի շահերից չի բխում Հայաստանի վիլայետ դառնալն ու պետականության ոչնչացումը եւ Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում բանեցնելով եւ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելով որպես ժամանակավոր չարիած փոքրագույն գործիք, նրանք այդ նպատակին հասնում են։ Պարզապես ես չհասկացա այդ դեպքում ԱԺԲ-ն ինչու ողջունեց 18 թվականին Ռուսաստանի բերած իշխանությանը, իշխանափոխությունը ինչու ողջունեց, պարոն Գասպարյան։ Արևմուտքը ոչ թե ողջունեց այդ իշխանությանը, այլ ԱԺԲ-ն ոչ թե ողջունեց այդ իշխանությանը, այլ ԱԺԲ-ն հեղափոխությունից հետո հույս հայտնեց, որ հեղափոխական այսպես կոչված իշխանությունը կնախաձեռնի երկրում արմատական
համակարգային փոփոխություններ, որոնք պարտադիր են ցանկացած հեղափոխությունից հետո։ Մեկ տարի անց, երբ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին մտադիր չէ ոչ վեթինգ անել, ոչ լուստրացիա անել, ոչ թափածի կտրություններ անել եւ այլն, ԱԺԲ-ն հայտարարեց, որ դառնում է Նիկոլ Փաշինյանի կոշտ եւ համակարգային ընդդիմություն։ Դուք եք կարծում, որ ընտրությունները կեղծվել են։ Միանշանակ։ Ում կողմից։ Բոլորի։ Այդ թվում ընդդիմության, իշխանության, հա։ Բոլորի կողմից։ Մենակ ԱԺԲ-ն ինչով կեղծեց ընտրությունները։ ԱԺԲ-ն նկատի չունեմ, նկատի ունեմ ընտրություններին մասնակից հիմնական ուժերից, իշխանական եւ հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից։ Ես կարծում եմ, որ եւ ընտրակեղծիքներ են եղել, եւ ադմինիստրատիվ ռեսուրսն է օգտագործվել եւ հոսանքազրկվել են շատ այդ ընտրատեղամասեր, մենք փաստերը տեսել ենք, կադրերը տեսել ենք եւ մարդկանց այդ խցիկների մեջ ուղղորդել են քվեարկության ժամանակ եւ զինվորականներ են մասնակցել ժամը 8-ից հետո, երբ տեղամասերը արդեն փակ էին եւ այլն եւ այլն եւ այլն։ Սրանք ակնհայտ են։ Ես կարծում եմ այո։ Ում կողմից։ Ես չեմ կարող կոնկրետ քաղաքական ուժերի նշել, բայց ես կարծում եմ, որ ընտրակաշառքներ եղել են։ Հիմա կարող է գումարի տեսքով չէ, բայց ինչ որ խոստումների, ինչ որ ասենք պայմանավորվածությունների տեսքով, այդ թվում նաև ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը եւս ընտրակաշառքի մի ձև է։ Այսինքն կքվեարկես սրա օգտին, թե չէ քեզ աշխատանքից կհեռացնենք, կամ կքվեարկես սրա օգտին, որ այսինչ թույլտվությունը մենք քեզ տանք, եւ այլն եւ այլն։ Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրությունները արժանահավատ համարում եք, որ Սամվել Կարապետյանն ըստ հակակոռուպցիոնի մասսայաբար ընտրակաշառք է բաժանել։ Նարեկ ջան, այդ ամեն ինչը պիտի ապացուցվի պատշաճ մարմինների կողմից, բայց ես հետևել եմ դիտորդների զեկույցներին, այդ թվում նաև ԵԱՀԿ դիտորդների, որոնք այո ասել են, որ ընտրությունների ժամանակ կիրառվել են անթույլատրելի միջոցներ, այսինքն մարդկանց քաղաքական, այդ թվում նաև քրեական հետապնդում, ադմինիստրատիվ ռեսուրս եւ այլն։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Ես եմ շնորհակալ։